որսորդների ընտանիքից եմ ես։ Հա, ծնվել եմ քաղաքարարատում 1990 թվականի հունվարի 30-ին։ 5 տարեկանից զբաղվել եմ բռնցքամարտով, հայրս մարզիչս էլ է։ Նպատակ եմ ունեցել շատ սպորտով մեծ բաների հասնելու, հետո շատ վնասված կստացա, մարզիչ դարձա բոքսի, ունեցել եմ 84 աշակերտ, հիմա այդ աշակերտներից կեսից շատը իմ ընկերներն են։ Տղես 6 տարեկան է եղել, որ գնացել եմ պատերազմ, աղջիկս 1 տարեկան։ Կինը շատ տանջում է։ Իմ հերոսն է, իմ ամենամեծ հերոսն է ինքը։ Մեր տան մեջ սաղ գիտեն, որ ամենաշատը պապան սիրում է մամային, որտեվ ինքն է իմ ամբողջականը։ Իմ պապաս, որ այդ վայնի ֆորմով գալիս էր, իմ համար հպարտություն էր, որ միտեղ նստեի, ասեի, պապաս ուժեղ կռվող այլ է, 90-ական թվերին, 16 թվերին, միշտ ետի իմ համար հպարտություն էր, ոնց որ միշտ լրացրել է այդ ինձ, որ ուր տե նստել եմ, ես ասելու բան եմ ունեցել, ուզում էի, որ իմ տղեն էլ այդ ունենար։ Ու ոչ թե մենակ ուզում էի իմ տղեն այդ ունենար, նաև ուզում էի, որ ես հենց անձամբ այդ ունենայի։ Որոշում էի կայացրել մահապարտների ջոկատորեթ, ու ես գիտեի, որ էլ հետ չեմ գալու, այս ամեն ինչը ու ոնց որ ընտանիքս անտեր թողեի, բայց մեջս մի հատ սենց հավատ կար, որ ես հետ եմ գալու էլի։ 6 ժամ աղոթել եմ, խնդրել եմ Աստծուն, որ ինձ չթողի իմ հետ լինի։ Ու ամենաշատը աղոթում էի, խնդրում էի Աստծուն, որ կնոջս միջոցով ինքը պատասխան տար։ Անուշ, այ Անուշ, գիտես ինչ հետաքրքիր Անուշի տեսանկյունից պատմությունը։ Այս մինչև մեքենա նստել է, սենց ուղակի չհամարձակվա կնոջս դեմքին նայեի աչքերին, սենց մեջքով թեքվեցի ու ասեցի չմոռանաս ինձ։ Ու չեմ կարող ասեմ ինչ եմ զգացել այդ պահին։ Փոխեց մամա։ Ես էլ։ Առաջի օրը մի անգամից մարտի մեջ ենք մտել։ 8 հոգով ընկանք շրջափակման մեջ, Թումանյան Վահրամին հերոս տղա է, գիտեք ինչ քաշ տղա էր, ինքը գիտեր ես պատերազմից գաղափար չունեմ, անընդհատ ինձ խրատում էր, օրինակ գլուխը ես էլ հլնում էի, ոնց են մարդիկ որսանում, հլնում էի կայնում էի, սենց որտե ինչ տենում էի, կրակում էի խրամատից բարձրանում էի, գոռում էր Պողոս, դիրքավորվի ցույց էր տալի ոնց մարդ վարեմ։ Այդ ժամանակ նահանջ եղավ, որ պոստերից իջանք, տեսա, որ Վահրամը մեկ էլ մի հատ տղա կար, չեմ հիշում իր անունը, բայց ինչքան հիշում եմ, Էդու էր անունը։ Իրանք մնացին պոստի մեջ ու իմ համար այնքան դժվար էր այդ պոստը հետ բարձրանալը, որտեվ համ իրանք էին այդ պոստի մեջ մնացել, համ ադրբեջանցի։ Անկեղծ եմ ասում, կանգնել եմ, որտեղ որ իջել էի կանգնել եմ, լացել եմ, ասել եմ Պողոս չէ, դու պիտի հետ գնաս իրանց հետևից ու ես չգիտեի իրանք զոհված են, թե իրանք ողջ են։ Սնայրադը, որ ընկնում էր, մեծ խորը փոսեր էր անում, մտնում վազում ենք, մեջն էինք պահկվում, որտեղ ադրբեջանցիք արդեն մեր պոստն էին գրավել։ Թմբի մոտ հասանք, Վահեն ասեց, էլ չեմ կարող, հոգնել եմ, հանգստանանք, ու այդ ժամանակ սենց ձգիմ կասկեն գլխիս,
ու գորած վահեն պայթուն աչից աչ թեքվա ու տեսա ուղիղ վրես է գալի որ շրջվեցի տեսա վահեի փունքի հատվածից արուն էր արագ դուրս գալի ձեռներս խփեցի գետին որ կանգնեմ ասենց քանդվելով ոնց է մարդ քանդվում այդտենց ընկա ամեն տեղից արուն էր գալի կրծքավանդակիցս ոտերիցս վզիցս ականջիցս դեմքիցս ձեռներիցս վահեն գլուխը բռնած ձեռքը ջարդված բաց ջարդված քերոտը անընդհատ նայում էր ինձի ու գլխից ահավոր քանակությամբ արուն էր գալի գոռում էր փողոց չմտածես քո համար լավ է լինելու Պահերելում լսում էի, պահերելում կորում էր լսողությունս ու ինչքան ուժ ունեմ ինձ այտենց հաթվածե գոռացել եմ օգնեք վիրավորենք 6 հոգի հայտնվեցին գոռացի արագ ընկերոջս տարեք քանի չի զոհ է վահեն տարան բայց ճանապարհին զոհվեց վահեն Այդ տղերքի ասեցի փախեք տղերք, փախեք, ինչ չեք կարա տանեք։ Մեկը ասենց մի քանի քայլ գնաց, հետ եկավ, ասեց չէ, քեզ չենք թողի։ Այնքան եմ ցավում, որ իրանց անունը չիմացա ես։ Ասին քեզ կհանենք հոպար։ Իսկի չէին էլ պատկերացնում, ընջայել տղա եմ 30 տարեկան, իրանցից երևի 10 տարի եմ մեծ։ Ու ինձի մեջքիցս թիկունքիցս գետին նստեցրին ու մեջքիցս քաշ տալով 3.5 կիլոմետր սարը իջացրել են։ Քարերը կպնում են ուշքս էթում է ու աշկերս երկրորդ քարին որ կպնում է աշկերս բացում եմ, ես տենում եմ որ ուղիղ սնայրադը նորից վրես է գալի։ Տրաքում է, հողերը լցվում վրես հանում էին Պարկում էին աչ ու ձախ կողմերս, որ էլ չվիրավորվեմ, հետո մոտ 50 մետր էր մնում, որ իրանք հասնեին տեղ, իրանք զոհվեցին։ Ֆերշեր Արամը, Ստեփանյան Արամը Արտաշատից անցնելուց հալում տեսնում է որ աշկիցս արցունք է այդում ասում է օրա այս սաղ է այս տղեն վերջը վերցրին ներս բերեցին ու արագ սենց շորերս կրծքավանդակը զոր բացեց տեսա վիրավորումը հետ գնաց նստա որ ասեց էս ինչ են արել այս տղուն չենք կարա օգնենք այդ ժամանակ որ անընդհատ հարցնում էի տղերք կապրեմ իրանք ասեցին հա լավ կլինի, ասի ախպեր, եթե չեմ ապրելու փոխանցելու բանն է։ Ոչ մի միմիկա չեմ կարացել շարժեմ, ցենց հասկացնեմ։ Մենակ այդ պահին ուզում էի գոռայ ասեի Արամ կարաս։ Այդ ժամանակ ցենց խորը շունչ քաշեց, ասես չէ պիտի փրկենք այս տողն։ Մարուխյան Աբրահամ ձեռքս բռնել էր ու մենակ անընդհատ ասում էր փողոց չքնես կմահանաս հիշի։ Այնքան էր ասել որ ամիսներով չէի քնում տունը։ Հենց ուզում էի քնել, հիշում էի որ պիտի չքնեմ։ Ստեփանյան Արամը նոր կտակարանը բերեց, հենց դրեց կրծքավանդակիս Հետո հետ վերցեց, ասեց, էսի թող մեր մոտ մնա, որ մենք էլ փրկվենք։ Ու իրանք զոհվան։ Հերոս են իրանք։ Հարյուրավոր զինվորների Արամը, Աբրահամը փրկել են հարյուրավոր է, հերոս, երբեք չեն նահանջել։ Դե մոռացա։ Ծանր վիրահատություններից 12-ն, ինձ մոտ 30 տեղային
վիրահատություն տարել եմ։ Վերջի վիրահատությունս ունեցել եմ հունվարին։ Ոտքերս, ձեռքերս նիարդերի ամբողջ ոտքերս ներվոպաթիա է, ոտքիս ներվերը դուրս սպիներիս մեջ է։ Չեմ կարող լիարժեք օգտագործեմ ֆունկցիաներս։ Այս վերջի վիրահատության ժամանակ նաև ոտիս մատի ջլերը կտրեցին, որտեղ իրանք սա հավաքված էին ոտիս մատերը։ Հիմա հիմնականում հող ունեմ, հողագործ եմ դառել։ Արցախում 3 լիտր արուն եմ ստացել ու եկել եմ հողագործ եմ դառել, ասում եմ երևի հողագործի արուն են տվել։ Աստվածաշնչի մեջ Զաքարիա մարգարեության առաջի գլխի 3-րդ խոսքն է, եթե չեմ սխալվում, ասում է դեմքով դարձեք դեպի ինձ եւ ես էլ ձեզ կդառնամ։ Ես ուղղակի դեմքով դարձա Աստծուն։